Մենք սկսելու ենք մեր հիմքից եւ անցնելու ենք հիմնակառույցին։ Եթե ձեր հիմքն ու հիմնակառույցը ամուր չեն, ձեր տունը չի դիմանա փոթորկի ժամանակ։ Այնպես որ առաջին հերթին մենք խոսենք հիմքի մասին, որն էլ հենց այս դասի թեման է։ Հռոմեացիների 3:10-12-ում գրված է. Ոչ ոք արդար չէ, չկա նույնիսկ մեկը։ Ոչ ոք ճշմարտապես իմաստուն չէ, բոլորը երեսները դարձրել են, բոլորը անպետք են դարձել։ Ոչ ոք բարի չի գործում, չկա նույնիսկ մեկը։ Ակնհայտ է, որ Աստծո համար ոչ ոք բարի չէ։ Ահա եւ այս խոսքի հետևությունը։ Ինչու է այսպես։ Քանի որ բոլորս ծնվել ենք որպես ստրուկներ։ Այո, թե ես, թե դուք ծնվել ենք որպես ստրուկներ, ինչի ստրուկներ, մեղքի ստրուկներ։ Հռոմեացիների 6-րդ գլխում գրված է. մի ժամանակ դուք մեղքի ստրուկներ էիք։ Որովհետև երբ դուք մեղքի ստրուկներ էիք, դուք պետք է հասկանաք հետևյալը. Աստված ասաց, այն օրը, երբ ուտեք բարու եւ չարի գիտության ծառից, կմեռնեք։ Երբ Ադամը եւ Եվան անհնազանդ գտնվեցին, նրանք ֆիզիկապես չմահացան, դա տեղի ունեցավ ավելի ուշ, սակայն նրանք բաժանվեցին Աստծուց։ Նրանց բնությունը փոխվեց, նրանց բնությունը այլևս Աստծո պատկերով չէր, այլ իրենց նոր տիրոջ, մահվան պատկերով։ Աստծո խոսքն ասում է, որ Ադամը երեխաներ ունեցավ, որոնք ծնվեցին նրա պատկերով։ Նրա երեխաները ծնվեցին մահվան մեջ։ Մարդկությունը ծնվեց բաժանված Աստծուց, առաջին զույգի պատճառով։ Բայց Աստված սիրում է մեզ։ Նա այնքան սիրահարված է մեզ, որ նախորոք իմանալով, թե ինչ կանենք, ասաց. Ես մի ծրագիր կկազմեմ ձեզ վերադարձնելու համար։ Մինչև այս աշխարհի հիմնադրելը Աստված գիտեր, թե ինչ հիմարություն էինք մենք գործելու։ Եվ նա չասաց. լավ, նրանք հիմար են։ Մենք կստեղծենք այլ տիեզերք եւ նոր արարածի, որն իսկապես կսիրի մեզ։ Ոչ, քանի որ Աստված անչափ սիրում է մեզ, նա ասաց. Հիսուս, ես ուզում եմ, որ դու վճարես այդ գինը, որովհետեւ նրանք պետք է ետ ստանան մեր բնությունը։ Դուք պետք է հասկանաք, որ Աստված իսկապես երկիրը տվել էր մարդուն։ Նա չէր կարող գալ իր աստվածությամբ եւ փրկել մեզ։ Մեզ պետք է փրկեր ինչ-որ մարդ։ Ահա թե ինչու Հիսուսը պետք է ծնվեր կույսից, որպեսզի լիներ 100%-անոց Աստված եւ 100%-անոց մարդ։ Նրա մայրը մարդ էր։ Նրա հայրը Աստված էր։ Այնպես որ նրանում չկար մեղքի բնությունը, որով մենք ծնվել ենք։ Մենք եկել ենք այս աշխարհ հոգեվորապես մահացած։ Հոգևոր մահը չի նշանակում, որ դուք այլևս գոյություն չունեք, այլ որ դուք բաժանված եք ճշմարիտ կյանքից, Աստծուց։ Հիսուսն այդպիսին չէր։ Նա միակ մարդն է, ով կատարելապես հաճելի է եղել Աստծուն եւ բարի է եղել նրա համար։ Եվ Հիսուսը միակ անմեղ մարդը, ով երբևէ ապրել է, խաչն է բարձրանում։ Եվ մահանալով վերցնում է մեր դատաստանը։ Նա վերցնում է մեր մեղքն ամբողջությամբ, պարզ ասած անհնազանդությունը Աստծո իշխանությանը։ Նա մահանում է, մատուցելով իրեն որպես զոհ։ Նա թափում է իր թագավորական արյունը մեր ազատությունը ետ գնելու համար։ Սա զարմանալի է։ Աստվածաշունչն ասում է, որ եթե դավանենք նրան որպես Տեր եւ հավատանք մեր սրտում, որ Աստված հարություն տվեց նրա մեռելներից, նրա գործը վերագրվելու է մեզ։ Պատկերացրեք, որ ձեզ դատում են սպանության համար, ձեզ մահապատիժ է հասնում, եւ մի անմեղ մարդ գալիս է ասելով. ես սիրում եմ այս մարդուն, ես ուզում եմ մահապատժի ենթարկվել նրա փոխարեն, դուք չեք մահանա, որովհետեւ նա վերցնում է ձեր հանցանքը։ Հիսուսը հենց այսպես վարվեց վերցնելով մեր հանցանքը։ Աստվածաշունչը պարզ ասում է, որ եթե մեր բերանով դավանենք Տեր Հիսուսին, բոլորդ ասեք. Տեր Հիսուսին, որովհետեւ եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես, այստեղ մենք խնդրի ենք բախվում, որովհետև Աստվածաշունչը չի ասում, եթե մենք դավանենք Փրկիչ Հիսուսին, այլ Տեր Հիսուսին։ Ինչ է նշանակում Տեր բառը։ Տեր բառը հունարեն Քյուրիոսն է, որը նշանակում է Տեր, սեփականատեր, գերագույն իշխանություն ունեցող։ Հենց սրանում է մեր օրերի հիմնական սխալմունքը, հատկապես Արևմուտքի եկեղեցում։ Որովհետև նրան միայն որպես Փրկիչ դավանելը չի տալիս ազատություն եւ նոր կյանք։ Փրկիչ բառը գրված է Աստվածաշնչում 36 անգամ, Տեր բառը գրված է ավելի քան 7800 անգամ։ Ինչն է ձեր կարծիքով Աստված շեշտադրում։ Իշխանությունը խոսում է նրա դիրքի մասին, փրկությունը նրա աշխատանքի։ Մենք չենք կարող բաժնեկցել նրա աշխատանքին, եթե չհնազանդվենք նրա իշխանությանը։ Մենք ծնվել ենք որպես ստրուկներ, բայց մեզ ազատ կամք է տրվել։
Մենք պետք է ընդունենք նրա փրկությունը նրա պայմաններով։